Բարի երեկո, եթերում ուրվագիստն է, ես Պետրոս Ղազարյանը, ցելիոստայտոներ, այսօր հոկտեմբերի 27-ն է, ուղիղ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին 1999 թվականի եղավ մեր նորանկախ պետության ամենաողբերգական, ամենասարսափելի, ամենացավալի իրադարձություններից մեկը ազգային ժողովի նիստի ժամանակ մի քանի հանցավորների խումբ, հանցագործների խումբ ներխուժեց ազգային ժողով եւ կրակ բացեց վարչապետի, ազգային ժողովի նախագահի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մի քանի այլ պատգամավորների, նախարարների վրա։ Մենք այս պատմությունը բոլորս ամեն մեկս մեր ձևով վերապրել ենք, այս ողբերգությունից անցել է 15 տարից, սակայն այս բաց վերքը դեռևս ցավացնում է մեր հասարակությանը, անհատներին, պետությանը։ Այսօր գովազդային կարճ եւ թանկ վայրկյաներով մենք կզրուցենք հոկտեմբերի 28-ի գործով նախկին կալանավոր մեր գործընկեր Հարություն Հարությունյանի հետ, կփորձենք նրա աչքերով որպես կալանավորված մարդ, այդ գործով անցնող մարդ նայել այդ իրադարձություններին, վերլուծել, հասկանալ, թե ինչու նման բան տեղի ունեցավ մեր երկրում եւ որոնք էին դրա պատճառները, հետևանքները։ Այսպես, ցելիոստատողներ 15 տարի անցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից, այսօր մենք զրուցում ենք այդ ժամանակվա դեպքերի դժվարներից մեկի նախ այդ գործով կալանավորված կասկածյալ Հարություն Հարությունյանի հետ։ Բարեկո Հարություն, շնորհակալություն հրավերընկնելու համար։ Ես ուզում նախ ինձ հետաքրքիր է թե դու ոնց ես հիշում այդ օրը։ Կոնկրետ հոկտեմբերի 27-ը։ Այո։ Ես կարծեմ հիշում եմ այնպես, ինչպես որ դու կհիշես, որտեղ ես աշխատում եմ այդ ժամանակ եւ շատ պատահական իմացա, որ ազգային ժողովում կրակոցներ եղել եւ իմացա ճիշտն ասած զանգից, հեռախոսազանգից, որ ասեցին ռադիոյով հավայանքներ ազգային ժողովում։ Հետո ինչ որ կրակոցներ են հնչել, չհավատացի։ Հետո կարծեմ երկրորդ զանգը ստացա, երրորդ զանգից արդեն տեսա, որ արդեն վազվզում են Միջանցքում, ես այդ ժամանակ հանրային հեռուստատեսությունում էի աշխատում, դուռը բացեցի եւ ասացին, որ ազգային ժողովում կրակոցներ են հնչել։ Այդ բանին դեռ ոչինչ չէինք իմանում ինչ էր տեղի ունեցել։ Հետո արդեն ըստ ժամանակացույցի Եվ իմացա այդ առաջին լուրը, որ սպանվել են այսպես դեմքեր, նման Չէ, ամենասկզբից չէինք իմանում, որ սպանվել են, որովհետև դեռ հստակ ինֆորմացիա չկար, կապը կտրված էր, հարցնում էին ավելի շատ, զանգում էին, հարյուրինակ ասենք, իմ բարեկամ Մեսրոպ Աշյանը Էջմիածնից զանգեց, Էջմիածնից եւ ասեց, ճիշտ է, որ Վազգեն Սարգսյանին սպանել են, ասեցի չէ, մի հավատա, մինչև պաշտոնական չլինի, որտեղ ասի հիմա ամեն ինչ հնարավոր է, որ ասեն։ Իհարկե հետո Մեսրոպ Աշյանն էլ դարձավ, այդ զանգը հետո Մեսրոպ Աշյանի գլխին էլ փորձանք դարձավ, իրան էլ կանչեցին։ Այսինքն ինչպես մնացած է, այնպես էլ ես, մեզ չի որ ասենք արտոնյալ ձևով իմացել եմ, որպես հանրայինի աշխատող առաջի ձեռքից ինֆորմացիայից, որտեղ մանավանդ այդ ժամանակ ես ընդամենը շենքերի շինությունների ծառայության գծով տնտեսական տեղակալ էի, բացարձակապես իմ ոլորտի հետ կապ չուներ լրատվության կամ որևէ բանի հետ առնչվել եմ։ Ինչու եւ ինչպես քեզ ձերբակալեցին, Հարութ։ Դա արդեն ավելի ուշ էր, հունվարի 5-ն էր։ Հունվարի 5-ն էր, ինձ կանչեցին այն ժամանակ կառավարության։ Դու զգում էիր։ Չէ, ինչ պետք է զգայի։ Ասենք ենթադրում էիր, կասկածում էիր։ Չէ, ինձ զանգեցին ուղղակի կառավարության առընթեր տեղեկատվության վարչությունից։ Այն ժամանակ Հակոբյան Տիգրանի տեղակալը Աշոտ ազգանուն չեմ հիշում, ասեց, որ խորհրդակցություն կա եւ պետի մոտ խորհրդակցություն կա։ Ես անկեղծ ասած մտածեցի, որ շտաբ կանչում են ժամը 5-ին խորհրդակցություն, թե ինչն է 4:30-ի կոմերներ։ Ես մտածեցի, որ մենք հայտ ենք ներկայացրել ASB 6-ը ապամոնտաժելու, որտեղ վթարային վիճակում էր, մտածեցի այդ խորհրդակցության մասով է։ Երբ որ արդեն շենքում էի գտնվում, այդ Աշոտի տեղակալի սենյակում, ուղղակի շատ մտերմիկ զրուցում էինք դեսից դենից, ասես բանի մոտ պետի մոտ խորհրդակցությունն ա վերջանա, հետո մենք պետք է մտնենք։ Մարդիկ մտան եւ ձերբակալեցին, ցույց տվեցին իրենց վկայականները։ Հետո արդեն Միջանցքով այսպես կրացրած, որ բոլորը տեսնեն,
շատ կարևոր մի հանցագործի են ձերբակալել, միջանցքում շարված էին աշխատակիցները, այսպես ասած պակասուխա էր, որ իրեն գործ են անում, ցուցադրություն էր, հա, որ չէ որ հետո այդ ցուցադրությունից հետո այդ մարդիկ դուրս են գալու փողոց, սկսել են խոսել, ասել, պատմել։ Այն ժամանակ ավելի շատ զանգվածային, այսպես ասած, հաղորդակցման միջոցներն ավելի լավ էին աշխատում, քան թե զանգվածային լրատվամիջոցները։ Հիմա էլ իմիջիալը շատ բան չի փոխվել, եւ իրանք դրա վրա են իրենց մանիպուլյացիայի բուն բանը դրել, ստավքին այսպես ասած դրել, հա, խաղադրույքը, որը կարծես թե իրաց մոտ այդ պահերին աշխատեց։ Ինչքան դու մնացիր ձերբակալված։ Հիմա չեմ հիշում 5 էր թե 6 էր, այնպես մի բան էր։ Ամիս էլի որ չէ։ Եթե անկեղծ քեզ եղել է խոշտանգելու, ծեծի եւ այլ մեր հայկական իրավական համակարգի բնորոշ մեթոդներ, թե ոչ։ Դե հիմա ոնց ասեմ ձեզ։ Ոնց եղել է, անցել է։ Եղել է, իհարկե եղել է, եւ դա ոչ թե ասենք բանով, դա ռեժիմով էր։ Այսինքն ռեժիմով ծեծի։ Հա, բայց այնտեղ մի տարօրինակ բան կար, որովհետև ընդհանրապես ես գիտեմ, որ ասենք կալանավորներին քննիչները չեն ծեծում, հատուկ ծեծողներ կան։ Իմ դեպքում երկուսն էլ գործում էր։ Համ քննիչներն էին ծեծում։ Հա, այսինքն իրանց ձեռքերը շատ ազատ էր, իրենք քարտ բլանշ ունեին եւ իրանց տված էր այդ քարտ բլանշը, արեք ինչ ուզում եք։ Եվ իրենք օգտվում էին այդ քարտ բլանշից եւ օգտվեցին, այսինքն այդ քարտ բլանշից եւ խառնեցին ամեն ինչ իրար։ Թե գործը, թե մթնոլորտը, թե հասարակությանը պղտորեցին, ամեն ինչ արեցին։ Այս գործին զուգահեռ մի հարցագործ խումբ էլ այդ զինվորական դատախազությունն էր։ Այս գործը նրանք ավելի պակաս հանցագործներ չէին իրանց ղեկավարի գլխավորությամբ։ Բոլոր առումները, որտեվ նախ իրենք որ իրավունք չունեն այդ գործը վարելու, որտեվ իրենք անգրագետների հավաքածու էր, այնտեղ ավելի շատ կային քննիչներ, որոնց ժամանակին Վանո Սիրադեղյանն էր հանել համակարգից, աբիժնիկ էին, չգիտեմ, էսեին էին, կաշառքի վրա էին բռնվել կամ չգիտեմ ինչի վրա, եւ սրանք հավաքվել էին զինվորական դատախազությունում, մասնագիտական առումով իրենք նորմալ մասնագետներ չէին, նորմալ քննություն չէին կարող վարել։ Իրանց գործը զինվորական դատախազության աշխատակիցների 80 կամ 90%-ի գործը զինվոր բռնելն էր, դատելն էր կամ զինվորից փող վերցնելն էր։ Եվ հանկարծ իրենց սկուտերի վրա տվեցին այս մեծ գործը եւ իրենք քանի որ իրենց բնույթի մեջ իրենք ոստիկաններ չէին, իրենք միլիցիա էին, միլիցիա էլ չէ, միլիցիա։ Այդ սկուտերի մեջ վերցնելով իրանք փորձեցին դրանից իրենց այսպես ասած օգուտները քաղել։ Այսինքն նաև կարիերայի իմաստով։ Ինձ հետաքրքիր է, հետո երբ որ իրավիճակը փոխվեց, դու դուրս եկար, շատ կարևոր դու այդ քեզ ծեծողներին հանդիպել ես թե չէ։ Ինձ հետաքրքիր է մարդկային առումով։ Հանդիպել եմ, մի քանիսին հանդիպել եմ, մեկը փախավ, մեկը ուղղակի ներողություն խնդրեց, մեկը ասեց արի ինգերանանք, ես այն ժամանակ գիտեի, որ դու այդ ձևի մարդ չես։ Իհարկե դե բոլորին ասենք խոսքի որևէ մեկ էլ ընկեր չեմ։ Այսինքն պարզ է, չէ, հանդիպան ժամանակ եւ իրենց այդ խոսալուց հետո իմ տեսակը գոնե Պետրոս դու իմանալով պետք է երևա պատկերացնես հետո ես ինչ արձագանք եմ դրան տվել կամ հիմա չեմ ուզում ոչ մի բան ասեմ։ Կամ ինչ վերաբերմունք են իրանք արժանացել։ Իսկ ուղղորդում կար թե չէ, լավ, ծեծում իհարկե կար, ինչի մասն է խոսքը, մենք գործը ի սկզբանե ուղղորդվում էր։ Գործը ի սկզբանե, բայց ինչ եմ ասում, որ դա հանցագործ մի խումբ էր, քննչական խումբը։ Զինվորական դատախազության խումբը ես ասում եմ հանցագործ եւ դրա համար չեմ ափսոսում, որովհետեւ նաեւ գրքրական գործ հետագայում նրա հարուցվեց եւ չգիտեմ ինչ պատճառներով այդ քրեական գործը իմ բողոքի հիման վրա փակվեց դատախազությունում։ Գործը վարում էր հատուկ կարևորագույն գործերով քննիչ այն ժամանակ դատախազության քննիչ Հակոբ Բաբայանը եւ ես տեղյակ եմ այդ գործի ընթացքին, որովհետեւ առաջին իմ դատապաշտպանը երբ որ հրաժարվեց ինձանից, լացեց իմ մոտ, լացեց եւ ասեց որ ճնշել էին։ Իրան ոչ թե ճնշել էին, այլ կանչի ասել են որ դու պիտի համոզես մի ձև, չգիտեմ ոնց ուզում ես համոզի, որ ինքը վերցնի իր վրա այս գործը փակենք, երբ որ ինքն ասել էր ես չեմ կարող այս բան անել, որովհետեւ ես իրան ճանաչում եմ, իսկ մենք ծանոթներ էինք, բավականին մոտիկ ծանոթներ էինք, ես իրան ճանաչում եմ, ինքը այդ անձնավորությունը չի, բայց եթե ինքը մեղավոր է, ես իմացեք որ ձեր կողքին եմ,
ասել էին չէ, կապ չունի մեղավորա թե չէ, դու այնց արա որ բանը, ասել էր չէ։ Ես չեմ կարող այդ տեսակի բանի գնամ, այստեղ իրան վախեցրել էին, ինքը արարացի էր եւ ասել էին որ քո եղբորը կամ չգիտեմ հորը կվնասենք, բան կանենք եւ ստիված ինքը հրաժարվեց ինձանից եւ հետո ուղարկեց արդեն մյուս փաստաբանից Ռուբեն Ռշտունուն։ Ինքը լացեց այդ օրը։ Սենյակում երբ որ նստած էինք, ես տեսա, ես արդեն ընկա ուրիշ մտածմունքներ մեջ, որտեղ ամբողջ փակ էր, ես ինֆորմացիա չունեի։ Ես այդ պահին ուրիշ բաներ էի մտածում իմ ընտանիքի հետ կապված, որտեղ այդ օրերը սոսկալի օրեր էին, որ ոչ մեկին չեմ ցանկանա։ Այ, այսինքն ես ստիպում էի ցուցմունքներ գրել, ուղղորդում էի։ Ինձ ստիպում էին, ինձ ուղղորդում էին, ինձ վախեցնում էին իմ 13 տարեկան աղջկանը, որ կվերցնենք, տանենք, գողանանք, բռնաբարեն, չգիտեմ, իմ ընտանիքով էին վախեցնում, ինձ համոզում էին եւ իրանք ուղղորդում էին, ուղղակի բառացի ուղղորդում էին, որ ես գրեի։ Իրանց պետք չէր այս գործի բացահայտումը, իրանք չէին ուզում այս գործը բաց, իրանք ուզում էին բացահայտվի, այսինքն ճակերտավոր բացահայտվի ըստ իրենց ցանկության կամ իրենց պատկերացմամբ։ Այդ տարօրինակ չէ որ ոչ թե ազգային անվտանգությունը քննեց այս գործը, կամ չգիտեմ հատուկ քննչական, այլ դե ժամանակ հատուկ քննչական չի։ Զինվորական դատախազությունը։ Դե չէ, տարօրինակ չէր, որովհետեւ Այդ քաղաքական որոշում։ Չէ, ասեմ ձեզ, տարօրինակ չէր, որովհետեւ գործը ի սկզբանե հանձնարարված էր ազգային անվտանգության քննչական ծառայությանը, ինչի համար տարօրինակ չէր։ Աստված մի արասը, եթե հիմա էլ նման մի դեպք պատահի եւ հիմա էլ падգամավորները սկսեն օգտվել այդ առիթից, մի մասը ազդեցության տակ, մի մասը մտածածին, մի մասը միամտաբար վեր կենան, բողոքեն, գորգռան, այս գործը մենք չենք վստահում ազգային անվտանգությանը, պետքա մեր ախպերը վարի, ախպերական էր հարցերը լուծում, ես Ջահանգիրյան իրանց ախպերն էր։ Միայն մեր ախպերը կարա այս գործը արդար տանի, մաքուր տանի, վիճակն այնպեսի վիճակ էր երկրում, որ իշխանությունները տեղիք պետքա տային եւ պետքա հանձնեին լավ, ձեր ախպորը հանձնենք, այսինքն խնդիր չկա, մենակ այս երկիրը եկեք չկործանենք։ Երկիրը մազից էր կախված։ Եվ ինձ համար տարօրինակ չի որ տվեցին զինվորական դատախազությանը, որտեղ Ջահանգիրանն էլ ինքը շատ էր ցանկանում։ Այդ ընթացքում ինքը բավականին շահեց այդ գործի ընթացքում։ Ես հետո մամուլի հրապարակումներից իմացա, որ նաեւ ինչ արտոնություններ է ստացել անձնական։ Ես այսօր թերթերից մեկում, կայքերից մեկում կարդացի, թե բացահայտման կարևոր անձիկ հոկտեմբերի 27-ի, որոնք մահացել են։ Եվ մի 9 հոգի, 9 մարդու ցուցակ է, ովքեր այս կամ այն մահով Գիտես Պետրոս, ես էլ եմ դա կարդացել։ Քո մեջ սա ինչ մեր երևակայությունն է, թե ինչ-որ ճշմարտության հատիկներ։ Ես եմ դա կարդացել։ Այսինքն ով է որոշում նրանց կարևորագույնն են, թե կարևորագույն չեն։ Ըստ իս ամենակարևորագույնները երկու եղբայրներն են, որոնք նստած են այս պահին էլ, ըստ իս։ Այդ անունները որ ես կա, այսինքն ով որոշեց, որ դրանք կարևորագույն են։ Նորից շարունակվում է նույն վիճակը։ Հիմա երբ որ հետահայաց նայում ես 99 թվականի այդ օրերի մամուլը մինչև դեպքը, ես պատահական չասեցի, որ զանգվածային հաղորդակցման միջոցներ, զանգվածային լրատվամիջոց չասեցի, հաղորդակցման միջոցներ։ Մինչև հոկտեմբերի 27-ը, երբ որ նայում ես մամուլը, խնդրեմ կարող եք գնալ եւ նայել, ասենք հանրային գրադարանում, այն մաղձը, այն թույնը, այն ամեն ինչը, որ կար մամուլում հանդեպ իշխանությունը, պետք է հանգեցներ երևի թե այդ տեսակի մի բանի, այլ հարցը թե ինչի էր դա այդպես արվում։ Հասկանում հիմա շատ բան չի փոխվել։ Էլի կա այդ տեսակի ինչ որ հիմա ավելի շատ էլեկտրոնային կայքերի միջոցով հանձնես նաև այս տեսակի միջոցով։ Հիմա տեսեք Տիգրան Նազարյան, հա, ասում են Տիգրան Նազարյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ էր։ Եղբայր 98 թվական, 97 թվական Տիգրան Նազարյանը թուրքական թերթերին թղթակցել է Հայաստանից։ Ինքը լրագրող։ Ինչը, այսինքն ինչ պետք է լիներ, ազգային անվտանգությունը ծառայությունը պետք է գլուխը ասես կախեր ու չզբաղվեր Տիգրանով։ Պարզա չէ որ պետք է ազգային անվտանգությունը զբաղվեր Տիգրանով, չէ՞։ Վերջապես Թուրքիայի թերթերին որպես լրագրող թղթակցում է։ Եվ բնականաբար նաև պետք է գնարգար, պետք է հազարը մի հարց կա, այսինքն ազգային անվտանգության խնդիրներ գոյություն ունեն։ Հիմա սա դարձել մատի փաթաթան եւ ասել, որ Տիգրան Նազարյանը ազգային անվտանգության գործակալ էր, կապել հոկտեմբերի 27-ի հետ։ Հետո ասել, որ ես նույնիսկ մի հոդված կարդացի, որ Տիգրան Նազարյանը քաղցկեղից չի մահացել։
Այդ արդեն վերջն է, էլի, այսինքն մարդը մահացել է, նույնիսկ մահացած մարդուն հանգիստ չեն թողում։ Քաղցկեղից չի մահացել, Տիգրան Նազարյանին սպանել են։ Հետո մի տեղ էլ կարդացի, որ Տիգրան Նազարյանը մահանալուց առաջ վիդեո ուղերձա ձայնագրել եւ փոխանցել է Հայաստանում 1-2 հոգի ունենետի եւ պահում են հարմար պահի։ Այսինքն ինչ է, պահում են հարմար պահի։ Հանեք հրապարակեք, եթե կա այդ վիդեո ուղերձը։ Այդպիսի մի վիդեո ուղերձը հոկտեմբերի 27-ի օրն էին ասում, որ կա Ջահանգիրյանի բանում է, սեյֆում է։ Հիշում ես, հա, Պաշտպանության նախարարությունում։ Մինչև այսօրով է տեսել այդ վիդեոն։ Չկա այդ վիդեոն, դա մանիպուլյացիոն հնարքներ էին։ Ինչպես այն ժամանակ Ջահանգիրյանն էր սարքում այդ մանիպուլյացիաները, հիմա էլ այդ նույն բաները էլի անում են, այսինքն այդ դոզան մանիպուլյացիաների այնքան շատ էր, որ դրա տակ դրա ազդեցության տակից չկարողացան դուրս գան ոչ հասարակությունը, ոչ ազգային ժողովի այն միամիտ կամ նորմալ պատգամավորները, ոչ հարազատները, ոչ ես ու դու, ոչ իրավական համակարգը, դե իրավական համակարգը ինքն է նպաստում այդ ամեն ինչին, իրենք էլ համագործակցում են որոշ մարդկանց հետ։ Մեր քննության ես ու լավա տեղյակ եմ, մեր այդ ամբողջ քննության ընթացքում գոնե առնվազն առաջի 3-4 ամիսներին բոլոր հարցերը լուծում էր ոչ թե Ջահանգիրյանի այդ շենքում, ռազմական զինվորական ոստիկանության, այլ կառավարությունում։ Այո, կառավարությունում, այնտեղ զեկուցվում էր, այնտեղ որոշում էին ումից ինչ ցուցմունք վերցնեն, ումից ոնց անեն, ինչ անեն, այսինքն հետո Ջահանգիրյանը գալիս էր այնտեղի որոշածը փոխանցում էր իր քննիչներին։ Այո։ Լրագրողներ կային, որոնք գումար էին ստանում, կոնկրետ ամսավճար էին ստանում եւ իրենք գրում էին հոդվածներ։ Ես ունեմ ձայնագրություններ, պահել եմ այդ ձայնը։ Ես մենակ դրա համար, որ ես կապ ունեմ, կապ եմ ունեցել այս քննության հետ։ Ես այսօր այդ ֆիլմը չեմ պատրաստում, բայց մի օր այդ ֆիլմը կպատրաստվի։ Ես ունեմ այդ ձայնագրությունները, թե լրագրողներից մեկը ոնց էր հեռուստաընկերությունով բացատրում, երբ որ ես նստած էի, հա, բացատրում, թե ՊՏՍ-ի ավտոմեքենայով զենքերը ոնց են տարել, ոնց են բաների եղևնիների վրայով բարձացել։ Ես դրա մեջ էին մեղադրում։ Չէ, ինձ այդպես հարց չեն տվել, բայց այդ ժամանակ պետք էր հասարակությանը շեղեին, ասեին, թե ինչի համար է։ Ինձ նման հարց չեն տվել, բացարձակ։ Բայց հետո ես որ դուրս եկա, տեսա թե հետո ես իհարկե այն ժամանակ հետո հարցրեցի իմ ընկերոջը, այն ժամանակվա Արիտանորենին, Մերժան Տեր-Գուլենյանին, ինքը ուղղակի ասեց հարուտ ասեց ես անճար էի, որտեվ մարդիկ էին բերես տեղ նստացրել եւ իրանք էին որոշում ինչ պետքա գնար եթեր, ինչ պետքա չգնար եթեր։ Տեղի ունեցել, գիտես ինչ, այս հոկտեմբերի 27-ից հետո մի պահ կարծես տեղեր ունենում հեղաշրջում կամ կիսա հեղաշրջված վիճակ էր եւ մարդիկ ուզում էին մինչեւ վերջ հասնեին իրանց նպատակին։ Փառք Աստծո, որ չհասան գոնե, թե չէ այսօր այս երկիրն էլ չէր լինի։ Մի հարց, որը կարծես թե օդի մեջ կախված մնացել է ոնց որ այն ժամանակ, հա, կային պատվիրատուներ, թե չկային պատվիրատուներ Հայաստանում, Հայաստանից դուրս։ Տեսեք, ես կարող եմ, ես ինձ համար կարող եմ մտածել կան ովքեր կարան լինեն, ովքեր չեն կա, բայց դա իմ մտածածը ես չեմ կարող փաթաթել հասարակության վզին եւ ասեմ, որ սա ճշմարտություն է։ Փաստեր չկան։ Փաստեր չունեմ, սա մեկ։ Ես ընդհանրապես վերլուծում եմ։ Եվ վերլուծում եմ ոչ թե թերթերի գրածներով, ոչ թե ասենք այդ տարբեր տեսակի խոսակցություններով, ոչ թե մանիպուլյացիայի տակ մնացած։ Վերլուծում եմ իմ այնտեղ եղած ժամանակ իմ հետ վարված, իմ հանդեպ ունեցած վերաբերմունքի եւ ընդհանրապես այդ process-ներով եմ վերլուծում։ Բայց դա իմ վերլուծելիքն է եւ դա գրելու ենթակա չի, որտեվ ես իրավունք չունեմ 100%-անոց, եթե չի, որտեվ սա այն գործն է, որտեղ որևէ սուտ բան կամ որևէ երևակայություն կարող է ամբողջ խաթարել ամեն ինչը, այսինքն ես իրավունք չունեմ դա փաթաթել հասարակության վզի, բայց մյուս կողմից ես ասեմ, կան ձերբակալվածները, կան երկու եղբայրները, շատերը բան էին անում, որ այն ժամանակ ասում էին ուչաստկովի գործը, հա, կամահարանքով էին մոտենում այդ խոսքին, բայց սա իրոք ուչաստկովի գործ էր, որտեղ բոլորը ձերբակալված էին եւ բոլորը հանձնված էր։ Չխանգարեիք, սիրելի պատգամավորներ, սիրելի զորբաներ, սիրելի, չգիտեմ, հա, մուրուքավորներ, չխանգարեիք, երկիրը չցնցեիք, թողեիք ազգային անվտանգության ծառայությունը մինչև վերջ քններ այդ գործը։
Ինչի ստիպեցիք, ինչի վերցրեցիք այդ գործը, տվեցիք, ասենք այդ տվել են մի մարդու, որը իր ամբողջ կյանքում մի անգամ քննչական process չի իրականացրել։ Գագիկ Ջանգյանը քննիչ չի աշխատել։ Սա ինչ-որ բան ասում է, թե չէ։ Դուք իրոք կարծում եք ազգային անվտանգությունը կբացեր այս գործը։ Համենայն դեպս ավելի այլ ազդեցության լծակներ։ Այսինքն ընդեղ էլ նույն սցենարը ուրիշ ուղղությունով չէ շարունակվել։ Դե լավ, հիմա տվեցին զինվորական, հա, ինչ են ասում, դատախազությանը, լավ։ 3 օր շարունակ իմ հետ անցկացրել են օրը կարծեմ մի օր 6 ժամ, մի օր 7 ժամ, մի օր 5 ժամ անցկացրել են ստի դետեկտոր։ Որը իդեպ ասենք իմ փաստաբանը արգելում էր, ասես չհամաձայնվես։ Այ Ռուբեն Ռոշտունին հարցրեք իրեն։ Ես ասացի չէ, ես համաձայնվել եմ, ես ինչ ունեմ մտածել, որ վախենամ։ 3 օր ստի դետեկտոր անելուց ինչ տեսակի կողքից խոսակցություններով փորձեցին ազդել իմ վրա, որ ես տեղի տամ, չգիտեմ ինչ։ Պարզվեց, որ ես իրոք հաղթահարեցի այդ ուրեմն այդ փորձարկումը։ Դրանից հետո մարդիկ որոշեցին, որ Հայաստանի մասնագետները վատն են, մենք հիմա կբերենք Ռուսաստանից։ Ռուսաստանից եկան գրդոնչիներ։ Այն ինչ որ հայերն արեցին 3 օրում, այս ռուսներն եկան արեցին 15 րոպեին, հավաքեցին գնացին։ Կա քրեական գործում վերցրեք, նայեք։ Իմաստը ո՞րն է ռուսների բերելու։ Մի հատ ռուս փաստաբան էին բերել, չէ՞։ Չեմ հիշում անունը։ Մի հատ ռուս փաստաբան կար, Ռուսաստանից բերել էին իբր թե ինքը լավ փաստաբան է, եկել էր այստեղ մանիպուլյացիա էր անում։ Խառնում էր սաղ իրար։ Վերջին մի քիչ միջնորդեց բերեցին այդ ստի դետեկտորի ուրեմն մասնագետներին Ռուսաստանից, մարդու ծիծաղ էր գալիս ուղղակի։ Այս մարդկանց մտածողության վրա էլի։ Բարի։ Գլխավոր դասը հոկտեմբերի 20-ի ո՞րն էր ըստ քեզ։ Եվ արդյոք մենք այդ դասերը քաղել ենք։ Մենք այդ դասերը չենք քաղել։ Չենք էլ քաղելու։ Ինչու՞։ Որովհետև ոչ մի բան մեր կյանքում չի փոխվել։ Եթե մենք այդ դասերը քաղած լինենք, այսօր ավելի շատ լավ պետություն կունենայինք եւ ավելի շատ լավ հասարակություն կունենայինք, ավելի լավ մամուլ կունենայինք, ավելի լավ, չգիտեմ, այսինքն, բայց ոչինչ չի փոխվել, տեխնիկան զարգացել է, մենք մնացել ենք նույնը։ Կյանքը առաջ է գնացել, մենք մնացել ենք նույնը, կամ ավելի վատն ենք դարձել։ Այնպես որ ինչ գլխավոր դասի մասն է։ Գլխավոր դասը ատելության մթնոլորտը, հա։ Ատելության մթնոլորտը նույն վիճակում է։ Ես անկեղծ քեզ ասեմ, ես տեսել եմ մարդկանց, հանդիպել եմ, ովքեր հոկտեմբերի 28-ին ասում են շատ լավ են արել։ Լավ են արել սպանել։ Գիտես, այ այնքան ատելության, չարության բան։ Հիմա էլ կա այդ մասան, եւ հիմա էլ Աստված էլի եմ ասում, Աստված չանի նման բանը լինի, որովհետեւ այտենց հարցեր չի կարելի լուծել եւ անընդունելի է, բայց հիմա էլ կա այդ տեսակի մասա։ Բայց ես այդ մասային լուրջ չեմ ընդունում, այլ այդ մասային կառավարողների մասն եմ մտածում, որովհետեւ այդ մասան ինչ, այդ մասան լավ են արել ո՞րն է, այսինքն հիմա գիտես մարդկանց մոտ կար ատելություն բացարձակ իշխանություն ունեցողի նկատմամբ։ Ընդհանրապես եթե նկատել ես մենք հայերս չենք սիրում իշխանություն։ Եվ մեր իշխանություններն էլ ամեն ինչ ամեն որ նպաստեն մեր չսիրելու։ Իշխանությունը դրա մեջ չունի իր լուման։ Դե ասում եմ, մենք հայերս նախ գենետիկորեն այնքան երկար ժամանակ պետականություն չենք ունեցել։ Ես այդ մասին նաև գրել եմ, որ մենք ծառայամիտ ենք դարձել։ Մենք միշտ սիրում ենք, որ մեր գլխին բամփեն, մեզ ստորացնեն, բայց երբ որ մենք ունենում ենք մեր իշխանությունը օգտվում է իրեն ընձեռնած հնարավորությունից, իր հասարակությանը մոռանում է եւ իր անձնական հարցերն է լուծում։ Եվ այդտեղ կրկնապատկվում է ատելությունը իշխանության նկատմամբ։ Այսինքն սա անկրթություն, հա, անկրթությունից է գալի թե իշխանության եւ թե հասարակության։ Մյուսը իրավական համակարգի նկատմամբ վստահությունն է։ Այսօր փոխվել է այդտեղ ինչ-որ բան, թե չէ։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ փոխվել է, կարող է պահանջներն է փոխվել, բայց իրենք մնացել են նույնը, որովհետեւ ասենք ինչ տարբերություն, երկար ժամանակ չի անցել, նոր սերունդ չի եկել։ Հիմա իշխաներ որ ասեն հիմա միլիցու հոգեբանությամբ մարդը ոնց կարող է փոխվի դառնա ոստիկան։ Սկսենք տեղից։ Համազգեստը կդառնա ոստիկանի, բայց ներսում միլիցան կնստի, միլիցա կլինի։ Ես այսպես բանով եմ էլի ուզում ասեմ, այսինքն չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվել է, պահանջներն է փոխվել։ Պահանջները, երբ որ ասենք մենք ավելի Եվրոպային այդ բաները ստորագրեցինք եւ Եվրոպային գնում, մի քիչ արդեն
իրանք զսպվեցին։ Բայց կարծում եմ, որ այդ զսպվածության փուլն էլ անցավ։ Հիմա նորից հետ են գալու այդ նույն վիճակին, ինչ որ որտեվ շատ բան չի փոխվում։ Եվ դասերից մեկը քաղաքականը, տես։ Կներես, ինչը պետք է փոխվի, եթե մարդը փողով տվել է, դարձել է իրավաբան, եկել է դարձել է, չգիտեմ, փողով տվել է, մտել է ինստիտուտ կամ հետո փողով ավարտել է, պապայի միջոցներով ավարտել է, եկել է դարձել է քննիչ, հետո այսպես կարիերայը բարձրացել է, այդ փողը պետք է հանի, չէ։ Եվ իրան պետք չի ինքը մասնագիտանա։ Ինքը թքած ունի այդ մասնագիտության վրա եւ մասնագիտանալու վրա։ Կարևորը փողը մի 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ ավել հանի։ Չէ՞։ Համաձայն չեք։ Դժվար է չհամաձայնվելը։ Դե Հիմա տես քաղաքական դասը սպանեցին մի քանի վառ անհատի, հա, հոկտեմբերի 20-ին, եւ երկիրը կանգնեց ճգնաժամի առաջ, հա։ Մենք կանգնած ենք, չգիտեմ, քաղաքացիական պատերազմի փլուզման, չգիտեմ, քաոսի առաջ էին կանգնած։ Սա ցույց տվեց, որ մեր ողջ պետական կառավարման համակարգը ոչ թե համակարգերի վրա հիմնված, այլ անհատների վրա։ Վերացնում ես երկու անհատի, կխատվում է ամեն ինչ մեր երկրում։ Հիմա մենք փոխել ենք այդ իրավիճակը, թե ոչ։ Որտեղ սա ազգային անվտանգության հարց է։ Եթե մեկ ուզենա մեր երկիրը բերի քաոսին, հերիքա 1-2 մարդու վերացնել եւ երկիրը կանգնի կռախել։ Հիմա այնպեսի երկիրներ են քաոսի վերածում, այնպեսի երկիրներ են քաոսի վերածվում, որ մտածել ես միջոցով այս երկիրը բերել քաոսի, արդեն սա անցած էտապ է։ Դες Եվրոպաներում ինչ է կատարվում կամ ասենք աշխարհում ինչ է կատարվում, երրորդ համաշխարհային է սկսվել եւ սկսվել այդ քաոսի արդյունքում։ Այսինքն հիմա մեթոդներն են փոխվել։ Հիմա չեն սպանում, հիմա ուրիշ ձև են անում։ Այսինքն ոչ մեկ ապահովագրված չի դրանից։ Քո կարծիքով մի օր լիարժեք կբացահայտվի հոկտեմբերի 20-ը, թե դու խաչ ես քաշի դրա վրա։ Գիտես, ես չեմ կարող հասկանամ այդ լիարժեք բացահայտվել ինչա նշանակում։ Երբ որ իրավական համակարգը մեր հստակ կպատասխանի, կային պատվիրատուներ, չէ՞ չկային պատվիրատուներ, ովքեր էին պատվիրատուները։ Նման հարց տալու համար, Պետրոս ջան, եւ ընդհանրապես նման հարցերը բարձրացնելու համար լավ կլինի, որ ուսումնասիրեն մարդիկ, ովքեր բարձրացնում են շատ այդ հարցը, մարդիկ ուսումնասիրեն տարբեր երկրների ծառայությունների հակահետախուզական կլինի, թե չէ ինչ կլինի, ձեռագրերը։ Եվ միգուցե այնտեղ իրենք գտնեն իրենց հարցի պատասխանը, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, այսինքն յուրաքանչյուր պետության ծառայություն ինքը իր ձեռագիրն ունի նման գործողություններ ան եւ կա գրականություն կա, երբ որ ես այդ մասին քննիչներին ասում եմ, բա դու որտուց այդքան բանը գիտես, ասում եմ, կարդացել եմ։ Գրքի անունն էլ ասում էի, այն ժամանակ զարմանում էին։ Միգուցե այդտեղ, բայց գիտեք, մի ձև կա, որտեղ մարդկանց կարան զոմբիացնեն եւ այդ մարդը չհասկանա, որ իրեն կառավարել են։ Այստեղ է ամբողջ բանը, որ միգուցե եւ կան ինչ-որ բան, բայց նույնիսկ կատարողները չգիտեն, որ իրենք այդ զոմբիացած վիճակի մեջ են եղել, բայց սա շատ երևակայական բան եմ ասում։ Իրականության մեջ բուն կազմակերպիչը, բուն ով որ կազմակերպել է, այդ խմբին ով որ կազմակերպել է, նա կա, նա կենթանի է։ Հիմա շահարկել մահացածների անունները, գիտեք, այսպես իմ մոտ շատ տհաճ է, երբ որ շահարկում են մահացածների անունները, որովհետև մտածում եմ, որ վաղը ես հանգարցակի իմ հետ մի բան պատահի, պետք է ասեն Հարութը ուներ վիդեո ուղերձ եւ կարեւոր վկա էր, բայց ինքը վիդեո ուղերձ ունի թողած, այսինքն նույնիսկ չեն թողում մարդիկ հանգիստ մեռնեն։ Հիմա մյուս կողմից անբարոյականություն է շահարկել այս մարդկանց։ Գիտեք, մարդիկ կան, որոնք շահարկել են այս գործը այնքան են շահարկել, դրա արդյունքում վերցրել են թղթերը, գնացել են մտել են Ամերիկայի դեսպանատուն կամ եվրոպական որևէ երկրի դեսպանատուն, ասել են մենք այս գործով գրել ենք, մեզ հետապնդում են եւ ստացել են այդ երկրում ապրելու թույլտվություն։ Այսինքն ով կարողացել է այս գործի վրա, իր շահը ունեցել է։ Մեկն ուզեցել է թողի գնա չեն թողել, այդ գործով մի քանի բանա գրել, մի քիչ կոպիտա գրել, մի քիչ հորինել է, մի քիչ չգիտեմ ինչ արել, ինքը դարձել է ազատ հրապարակախոս, ինքը դարձել է ազատ լրագրող, միտեղ էլ ասել է ինձ նեղում են, զանգում են, ասում են կսպանեն, կծեծեն, եթե շարունակես, հետո ստացել է ուրեմն արտասահմանում ապրելու իրավունք։ Այն դեպքում, երբ որ ասենք
Ես ճիշտ հասկացա, որ դու չես բացառում կազմակերպիչների բարկացը։ Ես իրավաբան չեմ, ես քննիչ չեմ։ Ես ունեմ ինձ համար Բայց դու մարդը, որը մտածում է, որ անցել այդ ամեն ինչը։ Ես մտածում եմ, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում։ Իմ մտածածը, ոչ 100%-անոց մտածածը, դարձնում ճշմարտություն, տամ թղթին, փաթաթեմ է ժողովրդի վզին, ու ես սկսեմ է ժողովրդին տանջել։ Մենակ նրա համար, որ ինձ ծափահարեն կամ ասենք ինձ արտասահմանում ապրելու թույլտվություն տան։ Ես ավելի զուսպ եմ մտածում եւ ավելի կոռեկտ եմ մտածում այս ամեն ինչի շուրջ։ Չի կարելի այս զոհվածները մեղք են, այսինքն զոհվածների հիշատակը մեղք է։ Պետք չի այս ձև անարգել։ Սա ով տեղից վերնում է, միանգամից ինչ ուզում գրում է։ Թողեք այս մարդկանց աճուները հանգիստ, այսինքն այս ինչ որ կատարվեց եւ սրա շարունակությունը ինչ որ հիմա կատարվում է, լավ տեղ չի բերելու մեզ հասցնել։ Իսկ դու հանդիպել ես զոհվածների, սպանվածների հարազատների հետ։ Հա, ես հանդիպել եմ, եղել է հանդիպումներ, եղել է եւ հարազատների եւ դա պատահական հանդիպումներ են եւ ինչ։ Ես Արամ Սարգսյան, հա, ժամանակվա վարչապետին եմ հանդիպել, երբ որ ինքը դատավարության ժամանակ, երբ որ արդեն որպես վկայ էի, ես ինքը ուզեց խոսել, ես ասի, երբ որ ես բանից մեկուսարանից գրում էի եւ մամուլում տպվում էր, եղավ մի երկու դեպք, երբ որ ես կարողացա իմ փաստաբանի միջոցով հանել ինչ-որ բան, երբ որ ինձ բան էին արել, դեղել էին, հա։ Ինչ էին արել։ Դեղել էին քննիչները։ Քեզ դեղել էին։ Հա, քննիչները դեղել, հա, չէին սրացել, սուրճետ էին խառնել, խմսրել էին։ Չգիտեմ, այդ իրաց հարցրեք։ Ես բան արեցի, ուրեմն այդ մամուլում տպագրվեց դա։ Երբ որ Արամ, հա, Արամը երբ որ մոտեցավ, ուզում էր խոսեր, ես ասացի դրանք իմ մեսիջներն էին քեզ, որ դու այն ժամանակ վարչապետ էիր, որ դու գայր մտնեիր մեկուսարան եւ մեզանից հարցներ ինչա կատարում, թե մենք քեզ ասեինք։ Հիմա, երբ որ ես ամեն ինչը վերջացել, ես քեզ ասելու բան չունեմ։ Ես այդտեղ մի բան հասկացա, որ դրանց մեջի ամենանորմալ եւ ազնիվ տղեն Ալբերտն էր Բազյան, որ ընկել էր ազդեցությունների տակ, եւ Ալբերտն էլ Բազյան հիմա տես մենակ մնաց, որտեւ ինքը մաքուր էր։ Ի տարբերություն մյուսների։ Հաճախ ես դու քո առօրյա կյանքում հիշում այդ ամեն ինչը, թե եթե այսօր ես չզանգեի, տեսակ չէ, որ դուք զանգեցիք, ես չգիտեր, որ այսօր հոկտեմբերի 27-ն է։ Եվ չէի ուզում, որ գայի։ Եթե իմ ու քո մտերմությունը մեր աշխատած տարիները չլիներ համատեղ, ես չէի գա, չէի խոսել, ուղղակի հետո կարողացա համոզել։ Իմ համար այդ հիշողությունները շատ ծանր են եւ շատ բան կա պատմելու, ասելու, բայց ես չեմ ուզում դրանք հիշեմ։ Դրանք սոսկալի հիշողություններ են, որ ուզում եմ մոռացության մատնեմ։ Իհարկե դա չի լինելու, բայց գոնե մնա մենակ ինձ համար։ Հա, եւ վերջին հարցը, մենք կարանք բացառենք, որ նման բան մեր հասարակության մեջ այլևս երբեք չի կրկնվի։ Երբեք չես կարող որևէ բան բացառես։ Երբեք չես կարող որևէ բան բացառես։ Ոնց կարող ենք մենք բացառել որևէ բան։ Հիմա ավելի նկատի ունեք ազգային ժողով, իշխանություններ, բաներ, հիմա դե ավելի գիտեք, այն ժամանակ նոր երկիր էր, նոր ոտի կանգնող երկիր էր, նոր միություններ ստեղծվել, միասնություն դաշինքներ ստեղծվել, հասարակությունը քվեարկել էր միասնության դաշինքի համար, շատ հանգիստ էին։ Վազգեն Սարգսյանը հեղինակություն էր, արժանի հեղինակություն էր, ինչքան էլ որ գրում էին, բան էին անում, ասենք փնովում էին, բայց ճանապարհ անցած էր մարդը ապացուցել էր արդեն այդ ամեն ինչը։ Իրանք շատ հանգիստ էին եւ իրանք, այսպես ասած, անվտանգության հարցերին այդքան ուշադրություն չէին դարձնում երևի։ Հիմա էլ կարծես թե չափից շատ են անվտանգության հարցերին ուշադրություն դարձնում, ասենք, այս խեղճուկերակ երկրում պետք է անպայման ազգային ժողովի նախագահան կամ վարչապետը, չգիտեմ, որևէ պաշտոնյա բռանիրովանի Mercedes-ով ման գա, չգիտեմ, քանի $100,000 են տալիբան, այս էլ մի ծայրահեղությունից մի հատ ուրիշ ծայրահեղության մեջ ենք հայտնվել, էլի։ Հիմա ես չգիտեմ, հիմա միգուցե նաև այդ բռանիրովանի Mercedes-ն էլ, հա, ելք կա, եթե մեկը ցանկանա, Աստված չանի իհարկե, բայց
Գիտեք, ճակատագրի հարցեր կա, միգուցե չգիտեմ։ Շնորհակալություն Հարութ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի ուղդիներ, մենք կհանդիպենք վաղ, ցտեսություն։